Ողջույն սիրելի հետևորդներ USR Media-ի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է պաշտպանել ամերիկացի ֆերմերներին ապօրինի ներգաղթի դեմ խստացված պայքարի հետևանքներից։ Մենք ուսումնասիրում ենք մի բան, որի շնորհիվ, եթե խոսքը լավ ու հուսալի ֆերմերների մասին է, նրանք կկարողանան պատասխանատվություն ստանձնել իրենց աշխատողների համար, որովհետև չենք կարող թույլ տալ, որ մեր ֆերմաները փակվեն։ Միևնույն ժամանակ չենք ուզում վնասել նաև այն մարդկանց, որոնք հանցագործներ չեն, ասել է Թրամփը։ Դուք ունեք մարդիկ, ովքեր արդեն 20 տարի ֆերմայում են աշխատում։ Դժվար է ուղղակի ներս մտնել ու ասել՝ դուք պետք է դուրս գաք։ Բայց մենք թույլ կտանք ֆերմերներին ստանձնել այդ պատասխանատվությունը։ Նրանք լավ գիտեն, թե ով է լավը, ով վատը։ Ես երբեք չեմ ուզում վնասել մեր ֆերմերներին։ Նրանք են մեզ ծնունդ տալիս, առողջ պահում, հավելել է նա։ Կալիֆոռնիայի նահանգային բողոքը Թրամփի վարչակազմի կողմից Լոս Անջելես ուղարկված զինվորականների դեմ կրկին վերադարձել է Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան։ Այսօր կայացած կարճատև դատական նիստի ժամանակ շրջանային դատավոր Չարլզ Պրեերը կոչ է արել կողմերին մինչև երկուշաբթի կեսօր ներկայացնել փաստաթղթեր, պարզելու արդյոք խախտվել է Պոսե կոմիտատուս օրենքը։ Այս օրենքը արգելում է զինվորականներին մասնակցել քաղաքացիական իրավապահ գործողություններին երկրի ներսում։ Բողոքներն ուղղված են այն փաստին, որ ազգային գվարդիայի զինվորականներն ուղեկցում են դաշնային գործակալներին ներգաղթի գործողությունների ժամանակ, իսկ ծովային հետևակայինները նույնիսկ մեկ անձ են ձերբակալել առաջին օրվա ընթացքում, պաշտպանելով դաշնային օրենքը։ Սա առաջին դեպքն է, երբ զինվորականներն անձամբ քաղաքացի են ձերբակալել Լոս Անջելեսի ներսում։ Այսօր Լոս Անջելես էր եկել նախկին ծովային հետևակային ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դաշնային իրավապահների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը դեռևս համարում է անհրաժեշտ քաղաքում ռազմական ներկայության շարունակումը։ Վենսը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրավիճակը շատ ավելի լավն է, սակայն զինվորականների ներկայությունը դեռևս անհրաժեշտ է, քանի որ բողոքի ալիքը կարող է նորից բռնկվել։ Միևնույն ժամանակ փոխնախագահը մեղադրել է նահանգապետ Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասին բռնությունները սրելու մեջ, ասելով՝ Կևին Նյուսոմը վտանգի տակ է դնում իրավապահների կյանքը։ Նա նաև ակնարկել է, որ վարչակազմը պատրաստ է օգտագործել ազգային գվարդիային նաև այլ նահանգներում, եթե չկատարեն նահանգներում օրենքների իրականացումը։ Պաղեստինցի ակտիվիստ Մահմուդ Խալիլը ազատ է արձակվել ներգաղթի դաշնային կալանավայրից դաշնային դատավորի վճռով, այն բանից հետո, երբ դարձել էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ուսանողական բողոքներին ճնշման խորհրդանիշը։ Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ Խալիլը Լուիզիանայում գտնվող կալանավայրից ճանապարհվել է դեպի Նյու Յորք, միանալու կնոջն ու նորածին որդուն, որը ծնվել էր դեռևս նրա կալանքի ընթացքում։ Վարչակազմը փորձում էր նրան արտաքսել Գազայի պատերազմի դեմ ուղղված ուսանողական ցույցերին մասնակցելու համար։ Դատավոր Մայքլ Ֆաբրիարձը հայտարարել է, որ օրինական բնակության կարգավիճակ ունեցող Խալիլի կալանքը խիստ անսովոր է, քանի որ նա չէր ներկայացնում ոչ փախուստի, ոչ էլ հասարակությանը վտանգ։ Թրամփի վարչակազմը արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է դատավորի որոշումը։ Խալիլը ձերբակալվել էր մարտի 8-ին Նյու Յորքի բնակարանում։ Նա առաջինն էր, ում ձերբակալեցին Թրամփի նախաձեռնած ուսանողական ճնշման շրջանակում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Խալիլը պետք է վտարվի ԱՄՆ-ից, քանի որ նրա ներկայությունը կարող է վնասել երկրի արտաքին քաղաքականությանը։ Վարչակազմը պնդում է, թե նման բողոքները հակասեմական են։ Քաղաքացիական իրավունքների պաշտպաններն էլ հակադարձում են, ասելով, որ վարչակազմը փորձում է լրացնել Իսրայելի քննադատությունը, շփոթելով այն հակասեմականության հետ։ Խալիլը ստիպված է եղել հանձնել անձնագիրը և չի կարող մեկնել արտասահման։ Սակայն նա ստացել է տեղաշարժի սահմանափակ թույլատվություն, այցելելու Նյու Յորք, Միչիգան, Նյու Ջերսի և Վաշինգտոն ընտանիքին տեսակցելու և դատական նիստերին մասնակցելու համար։ Տեղափոխվենք Մերձավոր Արևելք։ Իրանն իրավունք չունի ունենալ միջուկային զենք, ես այս մասին վաղուց եմ ասում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել և ասել է, որ առաջիկա երկու շաբաթում կընդունի որոշում, արդյոք Միացյալ Նահանգները կդառնա անմիջական մասնակից Իսրայելի և Իրանի միջև օդային պատերազմին։ Այս վերջնաժամկետը լրացուցիչ ճնշում է գործադրում Թեհրանի վրա բանակցությունների գնալու համար, քանի որ մեկ շաբաթ առաջ սկսված հակամարտությունը թեժանում է, իսկ կողմերից ոչ մեկը հետ քաշվելու նշաններ դեռևս ցույց չի տալիս։ Քննադատները նշել են, որ Թրամփը նախկինում էլ բազմիցս ներկայացրել է երկու շաբաթվա կամ այլ վերջնաժամկետներ, սակայն դրանք կամ հետաձգել է, կամ պարզապես անտեսել։ Դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին X հարթակում գրել է. Թրամփն արդեն միլիոն անգամ ասել է. սպասեք երկու շաբաթ, իբր թե ինչ-որ բան է անելու։ Սա միայն Միացյալ Նահանգներին ցույց է տալիս որպես թույլ և ծիծաղելի երկիր։ Նման ժամանակացույցներ Թրամփը ներկայացրել է նաև Ուկրաինայում պատերազմի մասին խոսելիս, ասելով, որ կպատասխանի մոտ երկու շաբաթում։ Միևնույն ժամանակ Իրանի դեմ հնարավոր հարվածի հեռանկարն արդեն ճեղքեր է առաջացրել Թրամփի աջակիցների ճամբարում։ Երեկ Իսրայելը ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները, իսկ Իրանը հրթիռներով և դրոններով պատասխանել է, հարվածելով
իսրայելական հիվանդանոցին։ Իսրայելը պնդում է, որ այդ հարվածները կանխարգելիչ են եւ նպատակ ունեն կասեցնել Թեհրանի միջուկային ծրագիրը։ Իրանն էլ ժխտում է, թե ցանկանում է զարգացնել միջուկային զենք։ Չնայած հակամարտության սերացմանը, Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները Ժնևում հանդիպել են Իրանի ներկայացուցիչների հետ, փորձելով կանխել պատերազմական սրումը։ Թույլ տվեք հստակեցնել մեր դիրքորոշումը։ Ներկայիս իրավիճակում, երբ սիոնիստական ռեժիմի հարձակումները շարունակվում են, մենք բանակցություններ չենք փնտրում ոչ մի կողմի հետ, հատկապես Միացյալ Նահանգների։ Ամերիկացիներն են, ովքեր ձգտում են բանակցել։ Նրանք մի քանի անգամ ուղերձներ են փոխանցել, այդ թվում շատ լուրջ ուղերձներ, սակայն մենք հստակ հայտարարել ենք. քանի դեռ ագրեսիան եւ հարձակումները շարունակվում են, խոսակցություն, երկխոսության կամ դիվանագիտության մասին լինել չի կարող։ Մենք գտնվում ենք ինքնապաշտպանության լիովին օրինական դրության մեջ եւ այդ պաշտպանությունն անհնար է դադարեցնել։ Մենք որևէ քննարկում չունենք Միացյալ Նահանգների հետ, որը մեր աչքում այս հանցագործությունների աջակցող կողմ է։ Մենք միշտ երկխոսության մեջ ենք եղել եվրոպացիների հետ եւ քննարկել տարբեր հարցեր։ Նույնիսկ հիմա, եթե նրանք ինչ-որ բան ունեն ասելու, մենք լսում ենք նրանց։ Իրանն արդեն այսօր հայտարարել է, որ չի քննարկի իր միջուկային ծրագրի ապագան, քանի դեռ գտնվում է Իսրայելի հարձակումների տակ, եւ այս ընթացքում եվրոպական դիվանագիտական ջանքերը Թեհրանը բանակցություններին վերադարձնելու ուղղությամբ գրեթե որևէ արդյունք չեն տվել։ Եվրոպական միության եւ Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Ժնևում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, գնահատելու Թեհրանի պատրաստակամությունը նոր միջուկային համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին նշել է, որ սա վտանգավոր պահ է եւ չափազանց կարեւոր է, որ տարածաշրջանում հակամարտությունը չսրվի։ Մեկ շաբաթ տևող ռազմական արշավից հետո Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների, այդ թվում միջուկային զենքի մշակման հետ կապված հետազոտական հաստատությանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ ասել է, գործողությունները Իրանում կշարունակվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Իրանը չպետք է եւ չի կարող միջուկային զենք ունենալ։ Սա է Իսրայելի գործողությունների նպատակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հորդորել է բոլոր կողմերին. թող խաղաղությունը հնարավորություն ստանա, ամբողջ աշխարհը հաջող մտահոգությամբ է հետևում այս ամենին։ Իսրայելի դեսպանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ երկիրը չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Իրանի միջուկային վտանգը ամբողջությամբ չչեզոքացվի։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան էլ նշել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն այնինչ առաջարկվում է զրոյական հարստացման որևէ առաջարկ կմերժվի։ Ժնևյան հանդիպումից առաջ դիվանագետները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները դեռևս բաց է ուղիղ բանակցությունների համար, սակայն բեկումնային արդյունքների ակնկալիքը շատ ցածր է։ Այսօր Թրամփն ասել է. Եվրոպան մեծապես օգնել չի կարող։ Իրանն էլ չի ցանկանում խոսել Եվրոպայի հետ։ Նրանք ուզում են խոսել մեզ հետ։ Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին մինչև այժմ միայն սահմանափակ ռիսկ են ներկայացնում աղտոտման տեսանկյունից, ասում են փորձագետները, սակայն ցանկացած հարված Բուշհերի ատոմային էլեկտրակայանին կարող է աղետալի լինել։ Իսրայելը հարվածել է Նաթանգի, Սպահանի, Արաքի եւ Թեհրանի միջուկային վայրերին, հայտարարելով, որ նպատակն է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, ինչ վտանգներ կան ճառագայթման տեսանկյունից։ Այս պայդրությամբ նվազագույն Արաքի կայանը, որն առավել հայտնի է որպես Խոնդաբ, դեռ կառուցման փուլում է եւ չի գործարկվել, իսկ Նաթանզը գտնվում է հողի տակ եւ ճառագայթման արտազատում չի արձանագրվել։ Այս մասին ասել է Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բրայանտը։ Սակայն Բուշհերի ատոմակայանի վրա ցանկացած հարված կարող է առաջացնել բացարձակ ռադիոլոգիական աղետ, ըստ մեկ այլ փորձագետի։ Իսրայելը հայտարարել էր Բուշհերի վրա հարվածի մասին, ինչը վախյալիք էր բարձրացրել ծոցի երկրներում, սակայն հետագայում այդ հայտարարությունը համարվեց սխալ։ Բուշհերը կառուցվել է Ռուսաստանի կողմից եւ ներկայումս Իրանի միակ գործող ատոմակայանն է։ Տեղում աշխատում են հարյուրավոր ռուս մասնագետներ։ Ռուսաստանի միջուկային էներգետիկայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ ատոմակայանի վրա հարվածը կարող է գերազանցել մարդկության պատմության մեջ ամենահայտնի բոլոր միջուկային վթարները։ Նավթի շուկաներում լարվածությունից մինչև Լոս Անջելես Լեյքերզի $10 միլիարդ գործարք։ Սա է շաբաթվա թվերի ամփոփումը։ Ավելի քան 20%, նավթի գներն աճել են ավելի քան 20%-ով մինչև ուրբաթ պայմանավորված Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությամբ։ Գործարարները վախ ունեն, որ Թեհրանը կարող է արձագանքել, փակելով նավթի մատակարարումը Պարսից ծոցով։ Սակայն գները սկսել են նվազել, երբ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգներն առայժմ չի միջամտի հակամարտությանը։ Գրեթե 12%։ Այսքանով են աճել Գուչիի մայր ընկերության Քերինգի բաժնետոմսերը, երբ հայտարարվեց, որ Ռենո ընկերության ղեկավար Լուկա Դե Մեոն կդառնա նոր գլխավոր տնօրեն։ Ներդրողները ողջունել են այս քայլը, ասելով, որ նա ճիշտ մարդ է մեծ պարտքերով լյուքս ապրանքանիշը վերածնունդ ապրեցնելու համար։
De Meon ճանաչում է ձեռք բերել որպես փրկարար Renault-ի վերակազմավորման հաջողությամբ։ 21 միլիարդ դոլար։ Այսքան են կազմել Airbus ընկերության ստացած պատվերների ընդհանուր արժեքը Փարիզի ավիաշոուի առաջին մի քանի օրերին։ Սա հակադրության մեջ է Boeing ընկերության հետ, որը որոշել է չհայտարարել որևէ գործարք նախորդ շաբաթ Air India ընկերության 787 Dreamliner ինքնաթիռի ճակատագրական վթարից հետո։ 90 օր Միացյալ Նահանգներում TikTok-ի արգելքի վերաբերյալ որոշումը կրկին հետաձգվել է 90 օրով։ Նախագահ Դոնալդ Թրամփը սահարել է արդեն 3-րդ անգամ Սպիտակ տան հայտարարությամբ, որպեսզի հնարավոր լինի կնքել լավ գործարք չինական TikTok-ի հարցում։ Թրամփը նախկինում էլ նշել է, որ վստահ է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ի վերջո կընդունի TikTok-ի վաճառքը։ 10 միլիարդ դոլար։ Այսքան է գնահատվում Լոս Անջելես Lakers բասկետբոլային թիմի արժեքը։ ESPN-ի համաձայն Bass ընտանիքը պատրաստվում է վաճառել մեծամասնություն բաժնեմասը TWWG Global ընկերության ղեկավար Մարկ Ուոլթերին։ Եթե այս գործարքը հաստատվի, սա կդառնա պատմության ամենամեծ մասնավոր սպորտային թիմի վաճառքը։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Վերջում մի մոռացեք ալիքին բաժանորդագրվել եւ հավանել լուրերը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։